Բարի օր, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Քաղաքապետարանում ավականու տարեվերջյան նիստն է։ Օրակարգում ընդգրկված է 31 հարց, որոնցից միայն 4-ն են զեկուցվում։ Զեկուցվող հարցերից 2-ը տեղական տուրքերի վերաբերյալ արտոնությունների մասին են։ Օրակարգում է նաև Երևանի 2026 թվականի բյուջեն հաստատելու հարցը։ Երբ քաղաքապետ Ավինյանը քվեարկության դրեց օրակարգի նախագիծը, Մայր Հայաստան խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը տեղից արձագանքեց, որը չլսվեց, բայց կարծես Հակոբյանի արձագանքը լսեց քաղաքապետ Ավինյանը։ Քվեարկություն, ձեր կներեք, պարոն Հակոբյան, ես դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք։ Քվեարկություն, դուք գիտեք։ Ավականու չզեկուցվող հարցերի թվում են կարմիր գծերի և հասարակական տրանսպորտի վճարները, որոնք մնացել են նույնը, ինչ նախորդ տարի։ Ընդդիմադիր խմբակցությունները առաջարկում էին նախագծերը դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետը ասել է, որ փոփոխություններ չեն եղել և դրա անհրաժեշտությունը չկա։ Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քննադատել է կարմիր գծերի վերաբերյալ քաղաքապետարանի մոտեցումը։ Նա նշել է, որ քաղաքապետարանը 2 դատական ատյանում պարտվել է, սակայն իր խոսքով շարունակում է նույն քաղաքականությունը։ Շարունակում եք նույն պնդաճակատությամբ այդ գործը անել։ Նորմալ է, բասա։ Լավ ուրիշ ման ասեմ, այսօր բերել եք դուք չզեկուցվողների տակ սղսնում եք, որ 80 միլիոն դրամ քաղաքացիներ, երբ որ դուք գուրքարկը վճարում եք, այս մարդիկ տալիս են հասարակական կարգին, որ մտնեն ձեզ տուգանեն։ Ուղիղ տուգանելու համար։ Բայց այս նույն մարդկանց, որ ասում եք այդ բաները ցանցապատ կամ մյուշին հրապարակները կահավորացին պետք է հետևեն, այս մարդիկ այդ գործառույթ տուն են, չեն անում։ Ի դեպ քաղաքապետը նիստում տեղեկացրել է, որ ՔՊ խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը հրաժարվել է մանդատից։ Նրա փոխարեն ավականու անդամ է դարձել ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովանիսյանը։ Ավականու հաջորդ նիստը կլինի 2026 թվականի փետրվարի 10-ին ժամը 10-ին։ Անդրադառնանք ռուսաստանյան հանդիպումներին։ Արդեն գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է։ Երեկ երեկոյան նա հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Պուտինն էլ նշել է, որ թեև հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը նվազել է, առաջիկայում կողմերը նախատեսում են վերականգնել և մեծացնել գործակցության ծավալները։ Մենք արդեն միմյանց ներկայացրել ենք այսօրվա մեր աշխատանքի արդյունքների գնահատականները։ Ընդհանուր առմամբ իմ կարծիքով այդ ամենը բարձր մակարդակով է անցել։ Ես հույս ունեմ, որ մթնոլորտը լավ էր։ Ամենակարևորն այն է, որ երկու երկրների գործընկերների միակողմանի աշխատանքի արդյունքում նախապատրաստվել են լավ փաստաթղթեր։ Ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է ընթանում։ Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք զարգանում են։ Ապրանքաշրջանառությունը ճշգրտված է։ Եթե 2024 թվականին այն ավելի քան 11 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին 9 ամիսներին 4.5 միլիարդ դոլար։ Դե դա նույնպես լավ ցուցանիշ է և մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։ Ռուսաստան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Փաշինյանը անդրադարձել է Ռուսաստանի նախագահի հետ քննարկած հարցերին, Հայաստանի կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականության ուղղություններին, տարածաշրջանային առևտրատնտեսական գործակցության զարգացմանը և TRIP նախագծին։ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։ Հիշեցնեմ, որ Հայաստանի վարչապետը նախօրեին է մեկնել Սանկտ Պետերբուրգ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու։ Իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման ապաշրջափակման և երկկողմ առևտրի համար պայմաններ ստեղծելու որոշման վերաբերյալ։
Տեղի ունեցող բարենպաստ եւ կառուցողական փոփոխությունները տարածաշրջանի բոլոր երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում, նպաստելով տնտեսական կայունության ամրապնդմանը եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։ Մենք ներկայումս մշակում ենք Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացման ուղենիշները, հենվելով ձեռք բերված արդյունքների վրա։ Եվ այս փուլում կարևոր է ապահովել հստակ տարանջատում վերազգային մեխանիզմների կիրառման ոլորտների եւ այն բնագավառների միջև, որտեղ ազգային իրավազորություններն ու ինքնիշխան որոշումները պահպանում են առաջնահերթությունը, ինչը կապահովի ինտեգրացիոն գործընթացների կայունությունը։ Այս տարին հատկապես նշանակալից էր ԵԱՏՄ-ի միջազգային գործակցության առումով։ Ընդլայնվում է փոխգործակցությունը հիմնական գործընկերների Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մոնղոլիայի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, միաժամանակ բացվում են նոր շուկաներ, ինչն էլ նպաստում է արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացիային եւ ամրապնդում ԵԱՏՄ-ի դիրքերը համաշխարհային տնտեսությունում։ Այս համատեքստում, իհարկե, ողջունում ենք Ինդոնեզիայի Հանրապետության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։ Իդեպ Սանկտ Պետերբուրգում Վլադիմիր Պուտինը հյուրընկալել է նաև ԱՊՀ երկրների ղեկավարներին։ Ոչ պաշտոնական գագաթնաժողովին չի մասնակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բաքվի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ Ալիևի բացակայությունը խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը չմասնակցելով Ալիևը փորձում է քաղաքական ազդակներ տալ Արևմուտքին եւ Թուրքիային։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար անցկացվող ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովներին մասնակցությունը խորհրդանշական առումով տվյալ պետության եւ անձամբ դրա ղեկավարի քաղաքական լոյալության եւ որոշակի մտերմության ցուցադրություններ են Ռուսաստանի եւ դրա նախագահի հանդեպ։ Գագաթնաժողովում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի բացակայությունը գրեթե վերջին պահին զբաղվածությամբ պայմանավորվելն ակնհայտորեն լուրջ եւ իրական պատճառ չի կարող դիտարկվել։ Իրականում քաղաքական փաստացի այս բոյկոտը պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ նախ ինքը այլևս կարիք չունի Մոսկվայի բարեհաճության, իսկ այնուհետ ուղերձ է Թուրքիային եւ Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեցրից եւ ամբողջովին ինքնուրույն դերակատար է։ Սեփական հասարակության վրա քարոզչական ազդեցության առումով էլ Պուտինի հետ իբրև հաշվի չնստող կերպարով Բաքվի բռնապետը փորձում է ամրապնդել սեփական դիրքերը հենց իր իսկ երկրի ներսում։ Հետաքրքիր կլինի տեսնել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը կհամաձայնվի շարունակել այս ուղեգիծը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ ԵԱՏՄ գագաթնաժողովին դեռ կանդրադառնանք նախ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ ԱՄՆ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը եւ Խազար Իբրահիմը Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում են անցկացրել Թրամփի ուղու վերաբերյալ։ Հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ-Ադրբեջան առևտրի պալատը։ Ըստ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի Թրիփ նախաձեռնությունը կարող է շոշափելի օգուտներ ապահովել ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Կենտրոնական Ասիայի եւ հարակից այլ տարածաշրջանների համար։ Ես ողջունում եմ մեր ադրբեջանցի գործընկերների հետ կառուցողական գործակցությունը եւ այն փաստը, որ քննարկումները շարժվում են դեպի կոնկրետ զարգացման նախագծեր։ Նման գործնական գործակցությունը կարևոր է շոշափելի տնտեսական եւ սոցիալական արդյունքների համար։ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին նշել է, որ այս տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած առաջնորդների գագաթնաժողովը պատմական դեր է ունեցել տարածաշրջանային խաղաղության գործընթացի առաջմղման գործում, ստեղծելով նոր քաղաքական եւ տնտեսական հնարավորություններ։ Ադրբեջանը վաղուց է առաջ մղում կապի եւ գործակցության սկզբունքները, հաստատելով ամուր գործընկերային հարաբերություններ Թուրքիայի, Վրաստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Թրիփ նախագծի որպես միջին միջանցքի հիմնական բաղադրիչի հաջողությունն ապահովելը կարևոր է։ Եվ մինչ միջազգային հարթակներում խոսում են հայ-ադրբեջանական հարաբերությունների առաջմղման մասին, Բաքվի դատարանում շարունակվում է մեր հայրենակիցների կեղծ դատավարությունը։ Դատական նիստին եզրափակիչ խոսք են ասել Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Դատախազությունը նրանց համար պահանջել է ցմահ ազատազրկում։
Ադրբեջանում շարունակվում է նաև 2023 թվականին բռնի տեղահանությունից հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացած վերջին բնակիչներից մեկի՝ Կարեն Ավանեսյանի կեղծդատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Նիստին Ավանեսյանը ցուցմունք է տվել, այնուհետև լսել են այսպես կոչված վկաների ցուցմունքները։ Դատախազը Կարեն Ավանեսյանի համար 18 տարվա ազատազրկում է պահանջել։ Հաջորդ դատական նիստը կանցկացվի դեկտեմբերի 25-ին։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանելյանը հայտնել է, որ Գեղամ Մանուկյանի հետ այցելել է Իզմիրլյան բժշկական կենտրոն տեսակցելու Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Պատգամավորի փոխանցմամբ այցի ընթացքում նրանք զրուցել են վերջին օրերին հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին։ Սրբազանն ափսոսանք ու վրդովմունք հայտնեց Տիրադավի եպիսկոպոսների նախաձեռնության վերջիններիս աջակցելու եկած եւ խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների մայրաթորի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ, այն որակելով խայտարակություն եւ մեծագույն ամոթ։ Այս պահին Միքայել arczepiskopos Աջապահյանն անցնում է բուժման կուրս, որից հետո տեղի կունենա վիրահատությունը։ Հստակ օր առայժմ հայտնի չէ։ Սրբազանը հայտնեց նաև մի մտահոգիչ տեղեկություն, ըստ որի իրեն չի թույլատրվել մասնակցելու կիրակնօրյա պատարագին եւ խոչընդոտել են բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգեվոր տեսուչի այցը Սրբազանին։ Սա խղճի եւ կրոնի ազատության խախտում է։ Այնուհանդերձ Սրբազանը շարունակում է դրսևորել բացառիկ կամք, հավատալով, որ մեր արժեքների շուրջ համախմբումը հաղթելու է երկրում հաստատված չարիքին եւ ատելության մթնոլորտին։ Հիվանդանոցում է շարունակում մնալ նաև Բյուրականի Սուրբ Հովանես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը։ Տեր Վրթանեսը կրկին վիրահատվել է, սրտի եւս 3 ստենտ են տեղադրել։ Երեկոյան եւս 3 ստենտ տեղադրեցի Էջմիածնի մասτερբետ բժշկական կենտրոնում։ Հիմա ինձ շատ լավ եմ զգում, տաքություն չունեմ, ցավեր չունեմ, ճնշումս նորմալ է, շաքարը նորմալ։ Ես իսկ երազանց եմ զգում, հիմա էլ արդեն տեղափոխվել եմ պալատ, վաղը դուրս կգրվեմ։ Հալեպում վիճակը շարունակում է մնալ լարված։ Քաղաքի Աշրաֆիե եւ Շեխ Մաքսուդ շրջաններում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Շարունակվող բախումների հետևանքով վիրավորվել է առնվազն 16 քաղաքացի։ Սիրիայի ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերի եւ ներքին անվտանգության ուժերի միջև մարտերը ինտենսիվ են։ Կիրառվում է նաեւ ծանր զինատեսակ, ինչն էլ էապես մեծացնում է քաղաքացիական բնակչության անվտանգության ռիսկերը։ Հալեպի նահանգապետը բնակիչներին գոչ է արել մնալ տներում, խուսափել փողոց դուրս գալուց եւ հետեւել բացառապես պաշտոնական հաղորդագրություններին։ Վիճակին արձագանքել է նաեւ Սիրիայի հայ համայնքի Գանձասարթերթը։ Խնդրում ենք Հալեպի մեր հայրենակիցներին ապահովության նկատառումներով բնակարաններից դուրս չգալ մինչև քաղաքում վիճակի կարգավորումը, իսկ բնակարանների մեջ պատասպարվել ներքին սենյակներում, չմոտենալ պատուհաններին կամ պատշգամբներին։ Միևնույն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը վերջերս այցելել է Դամասկոս սիրիական իշխանության հետ բանակցությունների։ Ըստ հրապարակված տեղեկության, Անկարան մտադիր է քննարկել Թուրքիայի հետ սահմանին գործող քրդական խմբավորումները զինաթափելու, դրանք մինչև այս տարվա վերջ Սիրիայի պաշտպանական կառույցներին ինտեգրելու ծրագիրը, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել դեռ անցած գարնան։ Իսկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 96%-ը։ ԱՊՀ երկրների միջև ընդլայնվում է գործակցությունը արժութաֆինանսական ոլորտում։ Փոխադարձ տնտեսական գործարքները սպասարկելու համար ավելի ու ավելի ակտիվ են սկսում գործածվել սեփական օտարերկրյա բանկային համակարգերից անկախ վճարային գործիքները։ Երկրների միջև առևտրային գործարքների հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինն արդեն գերազանցում է 96%-ը։
Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։ Ձեզ համար տաղավարում աշխատում էի ես, Սվետլանա Պետրոսյանս, բոլորիս արդյունավետ օրվա շարունակություն։